Ամիոբանկը արդեն 2 տարեկան է եւ այս ընթացքում հասցրել է կայանալ որպես վստահելի ֆինանսական կառույց։ Նաեւ մեծ տեղ է հատկացրել կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը։ Ծրագրի ուղղության ընտրության հարցում բոլորս միաձայն էինք։ Բոլորս համոզված ենք, որ կրթությունը հասարակության զարգացման գործում ամենաֆունդամենտալ ներդրումն է։ Հենց այս գաղափարից էլ ծնվեց Ամիո Էրան, որի գոյության ընթացքում արդեն 75 ուսանող ստացել է կրթավճարի ամբողջական ֆինանսավորում։ Ունեցել ենք շուրջ 2500 դիմորդ։ Դա վկայում է նրա մասին, որ ծրագիրը սիրվել է ուսանողների կողմից։ Ծրագիրը նաև արժանացել է տարբեր մրցանակների։ Անցյալ տարի Armenian Digital Awards-ի շրջանակներում արժանացել է լավագույն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագիր մրցանակին, իսկ այս տարի նույն մրցանակին արժանացել է արդեն միջազգային International Finance-ի կողմից։ Այսպիսով Ամիո Էրայի եւ Ամիոբանկի 2 տարին ամփոփելու շրջանակներում այսօր կզրուցեմ Ամիո Էրայի հաղթողներից Մամիկոնի եւ Միլենայի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Որտեղից եք իմացել ծրագրի մասին։ Ծրագրի մասին իմացել եմ համալսարանական Էլ-Փոստից։ Ես նույնպես։ Ինչպես որոշեցիք դիմել ծրագրին։ Իրականում մի քիչ պատահական ստացվեց, երբ որ հանդիպեցի հայտարարությանը գրանցման, շատ հետաքրքիր թվաց, ցանկացա ուժերս փորձել, նոր միջավայրին ծանոթանալ, հետաքրքիր փորձ ձեռք բերել։ Ամեն տարի փնտրում եմ ինչ-որ միջոց, ինչի շնորհիվ կարող եմ հնարավորություն, ինչի շնորհիվ կարող եմ թեթևացնել իմ կրթության ֆինանսական բեռը։ Ու այս տարի համալսարանական Էլ-Փոստից ստանալով Ամիո Էրայից նամակ, որոշեցի դիմել։ Ինչ զգացիք, երբ հաղթեցիք։ Երկուսդ էլ հաղթել եք։ Ոգեշնչություն իհարկե, շատ ոգևորված էինք։ Իրականում, երբ որ իմացա, որ հաղթել էի, էմոցիաներից հետո հասկացա, որ ճիշտ աշխատանք եմ կատարել, ճիշտ ուժերս ճիշտ տեղ եմ զարգացրել։ Իհարկե բարձրացեց նաև իմ ինքնավստահությունը, դրանից ելնելով մոտիվացիան եւ հասկացա, որ ճիշտ ճանապարհի վրա եմ։ Այդ պահին լրացուցիչ ուժ ու ոգևորություն ստացա, հասկանալով, որ իմ ամբողջ էներգիան կարող եմ ներդնել միայն ուսումնական process-ի ու իմ մասնագիտության մեջ։ Ասեք, ինչ պատկերացում ունեիք բանկային աշխատողների մասին, մինչև Ամիոյի թիմի հետ շփվելը ու արդյոք այն փոխվեց դրանից հետո, թե ոչ։ Մինչև այս միայն սպասարկման ոլորտի աշխատողների հետ էի շփվել բանկային ոլորտում, սակայն Ամիո Էրայի շրջանակներում ոչ ֆորմալ միջավայրում ավելի բաց ու նորարար աշխատակիցների հետ շփվեցի, ինչը շատ հետաքրքիր էր։ Ես էլ պատկերացում ունեի, որ բանկում ամեն ինչ շատ խիստ է, խիստ մթնոլորտ է, բայց հետագայում Ամիո Էրայից հետո հասկացա, որ բացի թվային աշխատանքներից, ոնց որ իմ կարծիքով մենակ այնտեղ թվային աշխատանքներ են, բացի դրանից իրենք բանկի աշխատողները նշանակություն են տալիս հաղորդակցական հմտություններին, ստեղծագործական մտածողությանը, իմ կարծիքը բավականին փոխվեց բանկի մասին։ Շատ լավ։ Այ հաջորդ հարցս հենց դրա մասին կլինի։ Եթե հնարավորություն ունենայիք աշխատել բանկում, կընտրեիք բանկը որպես ձեր աշխատավայր։ Այո, իհարկե կընտրեի։ Որ ոլորտը։ Ես կնախընտրեի այն ոլորտում, որտեղ որ ինձ հնարավորություն կլիներ համ իմ հմտությունները, soft հմտությունները օգտագործել, նաև մասնագիտական, կարծում եմ, եթե կոնկրետ օրինակով ասեմ, ես կընտրեի ֆինանսական ոլորտում, ֆինանսական անալիտիկա կամ աուդիտ կամ ռիսկերի կառավարում, որտեղ ես հնարավորություն կունենայի օգտագործել վերլուծողական մտածողությունը, ստեղծագործական միտքը եւ իմ մասնագիտական գիտելիքները։ Ի տարբերություն Մամիկոնի, ես ընտրել եմ նախագծերի կառավարման ոլորտը, ընդհանրապես կառավարման ոլորտը, ու կարծում եմ, որ բանկերը ունենալով բավականին շատ նախագծեր, կարող են ինձ առաջարկել այնպիսի հաստիք, որ համապատասխան կլինի իմ մասնագիտական ընտրությանը։ Կասեք, ուսանողական կյանքի ամենադժվար պահը որն է եղել։ Կարծում եմ իմ համար ժամանակի կառավարումն է եղել։ Ինձ դժվար է եղել համատեղել դասերի պատասխանատվությունը իմ նախագծերի, հոբիների եւ ինչու՞ չէ անձնականի հետ։ Դժվար էր սկզբում թվում ամեն ինչը համատեղել, բայց ասեմ, որ ընթացքում հարմարվեցի եւ հասկացա, որ պետքա ամեն ինչին պլանավորել եւ ամեն ինչին իրան համապատասխան ժամանակը տրամադրել։ Համաձայն եմ Մամիկոնի հետ, անցած տարին ինձ համար էր դժվար հենց համատեղման առումով, որովհետև ես աշխատում էի եւ սովորում միաժամանակ, ու բավականին դժվար էր այդ քննական շրջանում դասերի հետ համատեղ միաժամանակ նաեւ աշխատել։
Այդպես իմ կարծիքով ամենադժվար պահը է դա եղել։ Իսկ ամենահաճելի պահը։ Ամենահաճելի պահը եղել է ինձ թվում է համասարանի հետ կապված, երբ որ քննությունները ավարտել ենք, երբ որ պատասխանները ստանում էինք, հասկանում էինք, որ մեր աշխատանքը ապարդյուն չի եղել։ Շատ հետաքրքիր է աշխատել թիմում, իսկ մեր համալսարանը այս հնարավորությունը տալիս է, երբ որ թմային աշխատանքներ էինք կատարում ընկերներով, մարքեթինգ առարկայի շրջանակներում, թմային աշխատանքի ամբողջ ընթացքը շատ հետաքրքիր էր, այսինքն ոչ միայն քննություն հանձնելը, ոչ միայն այդ դրան պատրաստվելը, այլ հենց ընթացքը շատ հաճելի էր, որովհետև ընկերների հետ մեկտեղ աշխատում ես ինչ-որ մի պրոյեկտի շուրջ, որ արդյունքում պիտի ներկայացնես այդ կազմակերպությանը, պիտի ներկայացնես դասախոսիդ ու ընթացքը շատ հաճելի էր իրականում։ Վերադառնանք Ամիո-Էռային։ Կասեք ծրագրի ամբողջ ընթացքում ո՞րն էր ձեր ամենասիրելի փուլը։ Շատ եմ սիրել վերջի փուլը, բիզնես զերախաղը, որտեղ որ կարողացանք մեր մասնագիտական հմտությունները կիրառել, բայց շատ հետաքրքիր փորձառություն էր նաև երկրորդ փուլը, իրականում շատ տարբերվող, որովհետև ոչ միտեղ չէի տեսել միակողմանի հարցազրույցի ֆորմատը, ինչը բավականին հետաքրքիր էր ու նոր փորձառություն էր։ Կիսելով Միլենայի միտքը, ես էլ եմ ուզում ասել, որ ամենահետաքրքիրը եղել է վերջին փուլը, որտեղ որ մենք մեզ խնդիր էր տրված եւ մենք պետքա թիմային աշխատանքով ելնելով մեր հմտությունների վրա պետքա լուծեինք այդ խնդիրը։ Շատ հետաքրքիր էր այդ թիմային աշխատանքը, ընդհանուր առմամբ կարելի ասել ամբողջ օրը, երբ որ մենք ընդհանուր գնացինք, ծանոթացանք տարբեր մարդկանց հետ, ձեռք բերեցինք նոր ծանոթություններ եւ կարողացանք ցույց տալ մեր հմտությունները։ Համաձայն եմ Մամիկոնի հետ, զարգացին եւ հաղորդակցման, եւ թմային աշխատանքի, ինչու՞ չէ նաեւ ժամանակի կառավարման հմտությունները, ինչը որ շատ կարեւոր էր։ Իսկ թիմային աշխատանքի ընթացքում, քանի որ երկուսդ էլ հենց թիմային աշխատանքը որպես վառ փուլ նկարագրեցիք, այնտեղ դուք թիմերի էիք բաժանվել եւ աշխատում էիք թիմի մեջ, որտեղ յուրաքանչյուր մարդ ձեր մրցակիցներ։ Դրա հետ ո՞նց էիք կարողանում համակերպվել։ Ճիշտ է, կար մրցակցությունը, բայց ամեն դեպքում այդ ընթացքային, երբ որ մենք ունեինք ընդհանուր գաղափար, ընդհանուր խնդիր, մեզ միավորեց բոլորիս, երբ որ մենք ունենք ընդհանուր խնդիր, մենք բոլորս կենտրոնացել ենք այդ խնդրի վրա եւ մի պահ ակնթարթ մոռացել ենք, որ մենք մյուսից հակառակորդ ենք կամ կա այնտեղ մրցակցություն եւ իրոքից ինտեգրվել ենք խնդրի շուրջ եւ փորձում ենք այդ խնդրի պատասխանները գտնել։ Մենք իրար ավելի շատ փոխլրացնում էինք, որովհետև խնդիր լուծելու համար յուրաքանչյուրից մեր դեր ունեինք։ Ամեն մեկը իր մասնագիտության մեջ, իր փափուկ հմտություններով, ու այսպես մեկս մեկից փոխլրացնելով ստացվեց այնպիսի թմային աշխատանք, որ ընդհանրապես մրցակցության մասին չէր։ Ծրագրի հաղթողների ընտրության գործը վստահել ենք Teach4 Armenia ընկերությանը, Դասավանդիր Հայաստանին։ Կասեք ինչ եք զգում իրենց աշխատանքի հանդեպ, ինչպես է գնահատում ամբողջ ընտրության process-ը։ Դասավանդիր Հայաստանը, ինչպես միշտ ինքը իրեն գերազանցում է ամեն տարի նորովի, բավականին նորարար լինելով, ձգտելով հասնելու լավագույնին, նրանք միշտ անում են ամեն ինչ, որպեսզի ամբողջ ընթացքում ամեն բան դուր գա ուսանողին։ Ամիո-Էռայի հաջորդ տարվա ուսանողներին ինչ խորհուրդ կարող եք տալ։ Չվախենալ փորձել իրենց ուժերը, ինտեգրվել լիովին process-ին, քանի որ Ամիո-Էռան դա ուղղակի մրցույթ չէ, պետքա մաքսիմալ նպաստել, այսինքն ծրագրին եւ նաեւ ստանալ, քաղել թե փորձ, թե ծանոթություններ եւ իհարկե թե հնարավորություն։ Իմ կարծիքով մասնակիցները պետք է դրսևորեն իրենց լավագույն ձևով, առավելագույնը ցույց տալով իրենց առավելությունները, ինչով են իրենք տարբերվում մնացած ուսանողներից, որպեսզի ընտրող հանձնաժողովի համար նրանք լինեն հենց այն ուսանողը, ում կարիքը որ Ամիո-Էռան ունի։ Կասեք ինչ է ձեզ համար Ամիո-Էռան։ Ամիո-Էռան հնարավորություն է ամեն օր ավելի լավը դառնալու թե անձնապես եւ թե մասնագիտական առումով, հնարավորություն է ամբողջապես տրամադրվելու ուսմանը, ուսման process-ին եւ մոտիվացիա ավելի լավ ուսանող լինելու, ավելի լավ մասնագետ դառնալու համար։ Ամիո-Էռան ինքը իրականում հնարավորություն է մեր բոլոր ուսանողներիս համար, նաեւ ինքը մեզ սովորացնում է, որ պետքա նաեւ մտածել մեր գործընկերների ապագա, մեր հասարակության մասին, դա հասարակական պատասխանատվություն է։ Հիմա հարցեր եմ տալու, շատ արագ առանց երկար մտածելու պատասխանում ենք։ Ամիո-Էռան մեկ բառով։ Հնարավորություն։
Ես էի ուզում ասեմ։ Ինչպիսի ուսանող եք։ Ձգտող։ Ես էի ուզում ասել։ Ամյոյերայի ձեր ամենասիրելի փուլը։ Երրորդ, վերջին փուլը։ Չեք հավատա, ես էի ուզում ասել։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ տարի։ Անպայման։